Շարունակում ենք ծրագիրը եւ արդեն մեզ է միացել վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը, բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Արմեն, այսօր նայում էի քո YouTube Չիբուխչյան լայվը եւ այնտեղ վերնագրել էիր, որ Իրանը բաբանկ է գնում։ Այո։ Ինչ է դա նշանակում։ Ինչու է բաբանկ գնում եւ ոնց է դա արտահայտվում։ Բացատրեմ, միտքը նա է, որ Իրանը չէր ցանկանա վատացնել հարաբերությունները սունի արաբների հետ։ Եվ տեսեք, սա իրանց վերջի, ամենավերջի, ասում են, որ սևորվա ստրատեգիան է, ռմբակոծել ու պատահի բոլորին։ Ինչ է դրա առավելությունը, ինչի են հասնելու դրանով։ Ինձ էլ է դա հետաքրքիր։ Միտքը հետևյալն է, հենց այդ է, դրա համար եմ այդպես վերնագրել, որովհետև տեսեք, Իրանին մնում է մի շանս, որպեսզի ինքը ստիպի արաբական երկրներին, այսինքն շանտաժ անելով արաբական երկրներին, նրանք էլ ստիպեն Միացյալ Նահանգներին, ասեն դադարեցրու, որովհետև մեր վրա է գալիս հարվածը։ Ընդ որում, դուք գիտեք մերձավոր արևելքում ինչ փողեր է պտտվում եւ Միացյալ Նահանգները գիտեք ինչ ազդեցություն ունի եւ ազդելով տուրիստական հոսքերի վրա պատահական չի նա հյուրանոցներին հարվածում, օդանավակայաններին հարվածում, այսինքն ուզում է կոլապսի ենթարկի այդ երկրների տնտեսությունները, նավթային պահեսներին հարվածում։ Եվ մի հետաքրքիր հանգամանք, դուք գիտեք ինչքան կախված են արաբական երկրները Միացյալ Նահանգներից եւ ՆԱՏՕ-ի երկրներից, մասնավորապես Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան հիմա ակտիվորեն մասնակցում են, ինչքան էլ որ իրենք դատապարտում են, ասում են, որ օրենքից դուրս է այս միջոցառումը Միացյալ Նահանգները, ասում մի տեսակ։ Թեթևը են ասում, բռնումով, այո, Մերցը այսպես բավականին սատարեց Թրամփին եւ այլն, իհարկե Կիրստարմերից գիտեք դժգոհ է շատ դժգոհ է Թրամփը, որտեղ ուշացրեց Էլի հիշեց Սան Դիեգոյի այդ պատմությունը, Դիեգո Գարսիայի այդ բանի պատմությունը, իրենց ավիաբազայի, ծովային բազայի պատմությունը, ուրեմն եւ ինչի որտեղ Կիրստարմերը ուշ տվեց թույլտվություն իրենց բազաներից օգտվելու, հա։ Հիմա խնդիրը ինչու՞մն է, տեսեք, ԱՄՆ-ն է ապահովում եւ գիտեք ամբողջ այդ արաբական երկրների զենքն ու զինամթերքը ամբողջ ամերիկյան են։ Եվ Իրանը անում է մի հետաքրքիր բան, երկու հարց է լուծում կարևորագույն։ Մեկը փորձում է սպառել թանկ ամերիկյան զինամթերքը, գիտեք հիմա մամուլում հատկապես CNN-ը հենց այդ գծի վրա է հիմա, որ թանկ զինամթերքով էժան դրոնները եւ կսպառվեն ամերիկյան զինամթերքները, այսինքն Հակիմ Ջեֆրիսն էլ գիտեք։ Ամեն բայց ես չեմ կարծում 3 օրում սպառվեն ամերիկյան զինամթերքները։ Չէ, 3 օրվա մասին չի։ Այդքանը հաշված կլինեն էլի։ Մի քիչ դեպրոցական այդ խոսակցությունը դառնում, որ կսպառվի, այս խոսքը երկարատև պատերազմի մասին է։ 3 օրվա մասին չի։ Դեռ բան չի մնացել պատերազմելու։ Դե հիմա ես նկարագրում եմ իրավիճակը, մենք արդեն մեզանից հետո կարանք արդեն եզրակացություններ անենք իհարկե, բայց ինչի համար եմ ասում, տեսեք, խնդիրը հետևյալն է, ինքը էժան դրոններով, որտեղ մի դրոնը հասկանալի է, արժի շատ ավելի քան իրեն հարվածող 1000 անգամ, 2000 անգամ ավելի էժան, քան մի հատ հրթիռը, որով այդ դրոնը հարվածում են, այստեղ խնդրեմ կա։ Բայց փոխարենը ինչքան ավելի ճշգրիտ են այդ զենքերը, այսինքն 10 հատ չեն կրակում մի հատով են նպատակը հենց դա է Իրանի, ես հիմա նկարագրենք Իրանի նպատակը, Իրանը ամենակարևորը փորձում է առաջինը ուրեմն այնպես անել շատ տարբեր ուղղություններով այդ էժան դրոններով ասում սպառել ամերիկյան թանկ զինամթերքը, այսինքն սարքել պատերազմի գինը այնքան բարձր ամերիկացիների համար եւ տնտեսական եւ քաղաքական եւ ռազմական, որ արաբական երկրներով միասին ստիպեն ասեն եկեք դադարեցնենք պատերազմը եւ երկրորդ նպատակը վարկաբեկել Միացյալ Նահանգներին որպես անվտանգության երաշխավոր տարածաշրջանում։ Դա շատ ավելի այսինքն բոլորն ասեն, այ Ամերիկայի պատճառով որ Իրանը մեզ խփում է։ Այդ դու գիտեք, հիմա այդ նարատիվը ռուսներն են լավ տարածում, որ տեսակ, այո, ոչ միայն Ամերիկայի պատճառով, հերիք չի Ամերիկայի պատճառով է խփում։ Մի հատ էլ Ամերիկան չի կարողանում ձեր օդանավակայանները, ձեր հյուրանոցները, ձեր տուրիստական տնտեսությունը պաշտպանել, այսինքն հասկանում եք, սա իրանց վերջի ստրատեգիան է եւ ինքը իրոք գնում է վաբանկ։ Մյուս կողմից, մա հակառակ կողմն այն։ Արաբական երկրները մի բան են հասկանում, որ եթե սրանք սա արեցին, հազիվ չէ մեջները հարաբերությունները սկսում կարգավորել Սաուդիների, Իրանի, գիտեք Չինաստանի միջնորդությամբ եղավ։ Մյուս կողմից իրենց մոտ հակառակ ռեակցիան է սկսում արթնանալ, որ ոնց, այսինքն եթե հիմա սենց կիսատ մնաց, դրանք շարունակում են սպառնալիք մնալ, եթե նրանք ուրեմն հարց է եկեք հիմա լուծենք արագ, հա, եւ այլն։ Այստեղ արդեն հասկացաք, ուրեմն հարցը պետք է արագ լուծվի եւ լուծվի հնարավորինս էֆեկտիվորեն։ Եվ փոխարենը ինքը այս քայլը անելով վաբանկ գնալով ինքը դրանով երկարաժամկետ այլևս մոռացեք
որ արաբական երկրները Իրանի հետ կփորձեն հարաբերություններ կառուցել, բարեկամական եւ այլն։ Դա թշնամանք է երկար տարիներ այլևս, որովհետեւ իրանք այսպիսի բան չէին տեսել։ Պատկերացրեք, կառուցում էին տնտեսություն, նավթ եւ այլն, մեկ մի օր երևա մեջ սկսեցին իրենց երկրներ ավերածություններ եւ այլն։ Իհարկե դա փոքր, եկեք էտել ընդունենք, էլի։ Այնպես չի որ հիմա այդ տարածքների չափը նայեք, այո, փոքր պետությունների վրա ծոցի ավելի զգայուն է նկատվում, բայց մեծ պետությունների վրա լավ ասենք 3 հատ դրոն հասավ տեղ, ասենք տարածքը պատկերացնում եք քաղաքներ եւ այսպես շարունակա։ Դրա համար եկեք հասկանանք, որ ասма կարողա թարս պատտվել Իրանի համար եւ միևնույնն է հետևանքները լինելու են ինչ որ ինքը արեց։ Իսկ սա կոպիտ սխալ է։ Ընդ որում անգամ միջնորդ Օմանը, ես դեռ 3-4 օր ասեցի, միջնորդ Օմանի վրա որ միջնորդ էր իրանց համար ամերիկացիները Օմանի վրա ուղարկեցին, այսօր Թուրքիայի վրա են եւ հարվածել են օդում, Թուրքիան ասեց կպատասխանեմ եւ այլն, այսպես շարունակ Հեքսետին հարց տվեց, Հեքսետը խուսափեց Թուրքիայի թեմայից իհարկե, բայց գլոբալ իրենք շարունակելով ստեղծում են սարսափելի ել ավելի մեծ ռիսկեր։ Տեսեք, եկեք, ասում եմ, make no mistake, հա, ասենք չսխալվենք եւ չմտածենք, չփոթվենք, որովհետեւ Իրանի հարցը գլոբալ, այսինքն Ամերիկան իր մինիմում ծրագիրը իրականացրել է, մինիմում։ Բայց այդ մինիմում ծրագիրը հարցի գլոբալ լուծում չի։ Դա ժամանակավոր լուծում է, որը իր հերթին իր մեջ պարունակում է ահռելի ռիսկեր։ Հեքսեթի ասուլիսը լսեցի, ես գեներալ Դենքեյնի հետ միասին, ուրեմն եւ ըստ էության իրենք շատ լավատեսական են ներկայացնում իրավիճակը։ Թրամփը ասեց իր գրահատում եմ 15-ից, չէ, 10-ից 15 եմ գնահատում։ Բայց մի էսել ասեմ անցնենք ուրեմն միշման մի նյուանս կա։ Իրենք նախատեսել խոսում են 1 շաբաթվա մաքսիմում 2 շաբաթվա մասին, հիմա ասում են հələ ոչ 4 օր է, այսինքն ակնհայտորեն երկարում է։ Այդ զինամթերքի պարագան մի փոքր ավելի ուրեմն վտանգավոր է դառնում երկարաժամկետ կտրվածքով, իդեպ չնայած Հեքսեթը ասեց, որ մենք ամեն ինչից ունենք շատ։ Իհարկե ես չեմ հավատում, որ Միացյալ Նահանգները 4 շաբաթ պատերազմից հետո կվերջանա զինանոցը գդատալ, չեմ կարծում։ Ինչևէ, ժամանակը ցույց կտա։ Հիմա գովազդ կվերադառնանք ու կշարունակենք զրույցը։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 cent։ Սենսացիա, Այ սենսացիան է սա։ Ծրի է։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Հա, իսկ դրամական փոխանցումները 1%-ով։ Կասեք, Աշոտն է ուղարկել։ Շարունակում ենք զրույցը վերլուծաբան Արմեն Չիբորջյանի հետ։ Արմեն, ինձ մի բան էլ զարմացրեց այս ամեն ինչում, Չինաստանի բավական փափուկ վերաբերմունքը մոտեցում այս հարցին եւ անգամ բան արեց, զգուշացրեց Իրանին, մեղադրեց, որ փակում է Հորմուզի նեղություն։ Այո, որ իսկ հասկացա ինչքան իսկապես իրենց համար մեծ տնտեսական նշանակություն ունի այդ նեղուցի բացումը փակելը։ Դա հենց Իրանին է, խնդիրը դա, որ հենց իրանական նավթն է տեղով գնում Չինաստան։ Եվ դա ձեռնտու չի նաև իրանցիներին, չնայած հիմա գիտեք Թրամփը արդեն ապահովագրական ընկերության Միացյալ Նահանգների ասեց, որ պետք է ֆինանսա էժան գներով կազմակերպես, ասեց մի կանգնացրեք նավագնացությունը, բայց պարզա որ իրավիճակում Արմեն, ես մի բան չեմ հասկանում, այսքանից հետո ոնց են կարողանում իրենք փակել այդ նեղուցը, այսինքն ինչով են փակում, ոչ նավ ունեն, ոչ բան ունեն։ Անօթաչուներով եւ փոքրիկ մոտորանավակներով այդ Այսինքն սպառնում են, եթե մեկը գա, նրանք էլ վախենում են, հա։ Դե տեսեք, իրանական նավատորմը, տեսեք, իրանական, որ ասում արդեն մինիմում նպատակը իրականացված է, մինիմում նպատակը այն է, որ Իրանին այն աստիճանի քարեդար նետեցին, կոպիտ ասած ռազմական առումով, հա, 2000 պլյուս թիրախներ հիմա էլ բոլոր տեսակի գրեթե ինքնաթիռները, ամենածանր ռմբակոծիչները ուրեմն բան են արել։ Ավիացիան ոչնչացրել են։ Մենակ ես այսօր իմացա փաստորեն Քուվեյթ թե Քաթարը 2 հատ ռմբակոծիչ է ուրեմն խփել իրանական օդում, որոնք ուղղվել են դեպի իրանց, որ ռմբակոծեն ինչ-որ, այսինքն ուզեցել են անգամ ինքնաթիռով ռմբակոծեն։ Իսրայելը Յակ-30 դրանք ռուս-իտալական համատեղ ձեռնարկության միջոցով ստեղծված այդ Յակովլև 130
իտալերեն ուրիշ ձև է կոչվում, այնտեղ հապավումներ կա, այնտեղ AI-ի է ինչ որ տես մի բան, ուրեմն բայց դրանք ըստ էության պարապմունքի համար են նախատեսված, իհարկե հրթիռներ բան եւ այլն, բարձացել է իրանց խելքին նայեք, որ դրանով հարվածել F-35-ին, տեղում ոչնչացվել է օդում, ասում, բաներ կա, տեսեք, նավը, որ տորպեդոյով ոչնչացրեցին, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո չէր եղել, երբ որ տորպեդոյով նավ խփեն, ընդ որում այդ իրանց ամենաժամանակակից նավներ, որը փախցրել էին Հնդկական օվկիանոս, բայց հասավ տեղ։ Կարծում են ապահովում են։ Կարծում են ապահովում, այո։ Իսկ ուրեմն ինքնաթիռներն էլ այդպես օդում ինքնաթիռը 80-ականներից հետո Իսրայելը չէր խփել, պատկերացնում եք, ասենք ինչա կատարվում։ Կոչված dogfighter։ Հին ու նորը խառնվել է իրար, ու գիտեք ինչ են անում, ուղղակի այսպես ասում սրբում են իրանական հնարավորությունները, որտեղ ահռելի ուժ է, իրոք սարսափելի։ Մենք հիմա այսպես խոսում ենք, բայց սարսափելի հիմա կարակա թափում Իրանի վրա։ Թեհրանը գրեթե հողին է հավասարացրած։ Մենք այսպես մարդիկ չեն պատկերացնում, որովհետև ամեն ինչ շատ պրոֆեսիոնալ է, թե նկատեք նաև ինֆորմացիոն բանն է շատ պրոֆեսիոնալ վարվում։ Այո, Չինաստանի մասով, ես ձեզ ասեմ, երեք Fox News-ում հիստերիա էր, որովհետև Fox News-ի հաղորդավարները պահանջում էին ընդհանրապես Չինաստանի հետ խզել հարաբերությունները, որովհետև ըստ էության ես ասել եմ նախորդ օրերն չինական հրթիռներ են հայտնաբերվել Իրանում, այսինքն իրանական հրթիռների մի մասը չինական են իրականում դրան, եւ անօթաչուներն են դրանք չինական եւ ռուսական իդեպ մասերել են հայտնաբերել, իսկ հակաօթային պաշտպանությունը չինականներ եւ ասում են, որ հայտարարակ եղան փաստորեն։ Այո, հակաօթային պաշտպանությունը, այո, փաստորեն Չինաստանը տվել է, ռուսները չէին տվել, չէին հասցնել նրանք պատերազմի մեջ են եւ չէին կարող, բայց չինացիները փաստորեն արագ տվել էին մի քանի բան եւ իրանցիները դժգոհ էին։ Եվ ահա ամերիկացիները ասում են նրանք ձեն չեն անում, բայց նրանք ամբողջությամբ սատարում են ռազմական առումով, ել չեմ ասում միջուկային բալիստիկ ծրագիրն է օգնել վերականգնել։ Բայց դա զարմանալի չի հաշվի առնելով թե ինչքան շահեր ունի Իրանում Չինաստանը։ Իհարկե, սա իրականում Չինաստանի եւ Միացյալ Նահանգների կռիվն է էլի։ Եկեք հասկանանք, որովհետեւ եւ Ռուսաստանը եւ Իրանը դարձել են չինական պրոքսիներ արդեն ըստ էության։ Առանց Չինաստանի նրանք կարողություն չունեն։ Եկեք ճիշտ հասկանանք։ Էս է իրավիճակը։ Եվ այս իմաստով տեսեք, խնդիրը ուղղակի հետեւյալն է։ Քրդերի մասին մենք ընդմիջում դերենիկի հետ զրուցում ենք, իրաքյան քրդերը զինված պատրաստվում են եւ ասեմ ձեզ, նրանց պատրաստ են միանալ նաեւ իրանական քրդերը, որովհետեւ իրանք պատրաստ եւ կան վերջին տեղեկությունները ճշտված չի, որ հազարավոր զինյալ քրդեր անցել են եւ դիրքավորվում են արդեն իրանական տարածքում։ Սա շատ ավելի բարդ խաղի է վերածում, ես ընդհանրապես մի բան կասեմ, Հայաստանի համար ձեռնտու չի, որպեսզի Իրանը փլուզվի տարբեր մասերի եւ դառնա Աֆղանստան կամ Սիրիա։ Երկարատև Սա ահռելի վտանգներ է, քաղաքացիական, ռազմական խմբավորումներ, տերորիստներ, դուք պատկերացնում եք ինչ կկատարվի Հայաստանի սահմանին։ Դրա համար մենք ուզում ենք, որ հարցը արագ լուծվի եւ այս իմաստով, տեսեք, ամերիկյան հրամանատարությունը մեծացնելով կարողությունը մի կարևոր բան է ասում։ Ասում մենք պետք է արագ ոչնչացնենք իրանց հնարավորությունները։ Այսինքն անօթաչուները արտադրել հնարավորությունները, բալիստիկ հրթիռները։ Հիմա առաջիկա 2-3 օրը իրականում շատ կարևոր օրեր են, հասկանանք իրանական, որտեվ ամերիկացիներն ասում են մեր հնարավորությունները մեծանում է իրանական ապկչանումը, հիմա հասկանանք տենդենսը ոնց է գնում եւ ըստ էության շատ գիտեք, հիմնական հարցը ով ինչ ուզում ասի, տարբեր պատճառներ են բերում եւ հիմնական իսրայելցիներն են դա ասում, ռեժիմի փոփոխությունն է։ Տեսնենք կհաջողվի թե չէ։ Շնորհակալություն Արմեն։ Շնորհակալ։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք վաղը միշտ տեսություն։ Հաջողություն։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։